թե տնտեսական եւ թե քաղաքական առումով իրենց հայտարարությունները ըստ էության մանիպուլյացիոն են, իրենք փորձում են այսպես մեծ խոստումների միջոցով մեր հասարակությանը շեղել կամ մոլորեցնել։ Բոլոր հայտարարությունները, որոնք անում էին ի սկզբանե, շատ իրականությունից զրկված էր եւ կարծես թե կտրված են Հայաստանի Հանրապետությունից, այստեղ գործող օրենքներից, սահմանադրությունից։ Իսկ մոլորեցնող ու իրականությանը չհամապատասխանող հայտարարություն հնչել է իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներից։ Ռուսաստանցի գործարարի նորաստեղծ կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանն է պնդել, թե սահմանազատման գործընթացով Տավուշի մարզիկ իրենց գյուղը հանձնվել է։ Այսինքն Հայաստանի ինքնիշխան տարածքի հատվածն էր հանձնվել ու հանձնվում են ադրբեջանական կողմին առանց հանրաքվեի։ Չեն տարբերում սահմանազատումը ինչ որ հողեր հանձնելուց, իհարկե իրանք շատ կցանկանային, որ Հայաստանը հողեր հանձնել, քանի որ ըստ իրանց տրամաբանության, որքան Հայաստանում վիճակը վատ է լինում, որքան սահմաններում լարված է լինում, որքան հակառակորդը կկարողանա Հայաստանից հողեր պոկել, այնքան իրենց համար լավ, դա իրենց համար խոսելու, շահարկելու քաղաքական դիվիդենտներ, իրենց միգուցե ենթագիտակցությունը բացահայտում է եւ այդ առումով իրենք հայտարարում են այն, ինչը որ միգուցե իրենք ցանկանում էին տեսնել կամ իրենց համար ցանկալի տարբերակ էր։ Այո, իրենց համար ցանկալի տարբերակ կլիներ, որ Հայաստանը հանձներ իրանցը, բայց ցավոք սրտի, իրանց համար ցավոք սրտի, հա, ուրեմն դա տեղի չի ունեցել եւ Հայաստանը ունի այն տարածքները, ինչը որ միջազգայինորեն ճանաչված է եւ իրեն պատկանում։ Սահմանագծման գործընթացը առանձնացված իր հունով ընթանում է եւ շուտով նոր շրջաններում մենք գործողությունները կտեսնենք, մենք բազմիցս խոսել ենք, որ ամեն հարց հասցեագրված է եւ իր տեղում իրագործվում է եւ գործընթացներ իրականացվում են։ Տավուշի մարզում սահմանազատման գործընթացը սկսվել է 2024-ին։ Գործընթացն իրականացվել է Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզով։ Սահմանազատման արդյունքում Կիրանց գյուղը մնացել է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Մեր ձևովականների հայտարարությունները հետևաբար անլուրջ ու փաստահեն չեն, ասում են բանախոսները։ Ավելի պոպուլիստական հայտարարություններ են անում, խոսում են, չգիտեմ, Հայաստանի ավտորիտար պետություն լինելուց, խոսում են, չգիտեմ, տնտեսական արգելափակումներից եւ այլն, բայց նույնիսկ այդ պարագայում ես ուրեմն այսպիսի մի բան ասեմ, զուտ ազատության առումով, ուրեմն Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի կառուցած ժողովրդավարական Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մեկ ուսախցում շատ ավելի ազատ մարդ էր, քան Ռուսաստանում ազատության մեջ։ Միշտ մեր ելույթներում ենք նշել, երբ որ կխոսեք որևէ բան ստեղծելու աշխատատեղերի եւ այլնի վերաբերյալ կամ աշխատավարձերի մնացածի վերաբերյալ, առաջինը հիշեք հեծի կառավարումը, առաջինը հիշեք Կրկեսի շենքի կառուցումը եւ այսպես շարունակ։ Ըստ բանախոսների, երբ տարբեր ուժեր խոսում են խաղաղության գործընթացից, սահմանազատումից կամ թրիփի ոչ արդյունավետության մասին, պարզ է դառնում գալով իշխանության ամբողջությամբ խափանելու են իրականացվող գործընթացները, որոնք մինչև այս պահն արվել են։ Կարապետյանի զարմիկը օրեր առաջ գնացել էր իրենց հիմնած սրբիչի գործարան եւ ասում էր, այ տեսեք, մենք սրբիչի գործարան ենք հիմնել։ Իհարկե ողջունելի է, որ Հայաստանում տեքստիլ արդյունաբերությունը, թեթև արդյունաբերությունը զարգանում է, բայց ակնհայտ է, չէ, որ Հայաստանի նման փոքր երկրները պետքա զարգանան ոչ թե այդ ուղղությամբ, այլ պետքա զարգանան բարձր տեխնոլոգիական արդյունաբերության 21-րդ դարի տեխնոլոգիաների, տվյալ դեպքում արհեստական բանականության եւ չիպերի գործարանի միջոցով, այլ ոչ թե օրինակ սրբիչի գործարանի։ Հայաստանի զարգացումը նաև ժողովուրդն է որոշելու առաջիկա ընտրությանը, շեշտում են Ղազարյանն ու Առաքելյանը։ Նկատում ժողովուրդը տարբերում է, թե որ ուժն է ուզում իրեն խաբել, որն է կարևորում իր ձայնը։ Պետք է շատ լուրջ վերաբերվել ժողովրդի քվեին եւ գնալ իրապես խնդրել քվե ու իրապես խոստումները իրականացնել եւ ժողովուրդը իսկապես պետք է տեսնի արդյունքներ, պետք է գնահատի այն կատարված աշխատանքը։ Կարծում եմ, որ ժողովուրդը այս առումով էլ շատ աչալուրջ է եւ այս անգամ էլ հնարավորություն կտա այն ուժերին, ովքեր իրապես մտածում են իշա Հայաստանի Հանրապետության։ Քաղաքացիները, հասարակությունը պետքա որոշեն, մենք դառնալու ենք ըստ էության սրբիչ արտադրող երկիր, թե մենք դառնալու ենք օրինակ բարձր տեխնոլոգիական չիպեր արտադրող եւ արհեստական բանականության գործարան ունեցող երկիր։ Հասարակությունը չի մոլորվի, քանի որ 20-25 տարի տեսել է իրենց կառավարման ժամանակահատվածը։ Բանախոսները եզրափակում են, չհիմնավորված հայտարարություններով հասարակությանը մոլորեցնել չի հաջողվելու։ Մերի Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։